Պարոն Բոզոյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր խոսքը։ Եվ այսպես մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Կիրակի օրը Հովանավանքում, եւ այս լուսանկարը ցուցիչն է նրա, որը ստերության մեր ժողովուրդը իրապես գիտակից է եւ չգնաց այդ կեղտոտ թողասվածիզների պատարակին չակերտավոր, որը կարգալույց եղած կաղանալ էր այլևս Ստյոպա Ասատրյանն էր անցկացնում, որին բայց մասնակցում էր Փաշինյանը, Պապիկյանը, նախարարներ, մարզպետեր, իրենց Արուն մարզպետով։ Մի խոսքով, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ նաեւ քանի որ կարծեմ հետո առիթ չենք ունեցել ձեզ հետ խոսելու, անցած շաբաթ մենք տեսանք, թե ազգային ժողովում Փաշինյանը ինչ կեղտոտ բառապաշարը, որը մինչև անգամ ամոթ է վեճ բերել, խոսում էր վեհապարի մասին, այս ամենը ինչի դրսևորում է եւ արդյոք ըստ ձեզ ասում են սիրտը չի փառավորվել, ինքը տեսավ, որ ըստ էության ասած մեծամասամբ նաեւ ոստիկաններ էին եւ համակարգի աշխատողներ եւ դրա համար ինքը երեք հայտարարեց, որ Զարիթ Կիրակի եւս ինքը գնալու է Հովանավանք։ Խնդրեմ։ Տեսեք, ես փորձեմ բացատրեմ մարդկանց, թե այս կոնֆլիկտը ինչի է այսքան խորացավ, որովհետեւ եթե դուք նկատեք 2018 թվականին հարգելի քաղաքացիներ, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հենց 2018 թվականի մայիսին Հայր Կորյունը, այսպես ասած, մի շարժում ստեղծեց, Նոր Հայաստան, նոր հայրապետ վերնագրով, որը նպատակ էր հետապնդում փոխել կաթողիկոսին, այսպես ճնշելու միջոցով։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուներ շատ մեծ վարկանիշ եւ միգուցե այն ժամանակ հնարավոր կլիներ այդ ճնշումով ինքը հասնել իր նպատակին, բայց այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպեսի խնդիր չուներ, որովհետեւ այն ժամանակ էլ եկեղեցին առանձնապես չէր բացասական չէր տրամադրված 2018 թվականի փոփոխություններին, որովհետև մեր ամբողջ ժողովուրդը մեծ սպասումներ ուներ, մտածում էր, որ նոր էջ է բացվելու Հայաստանի զարգացման համար, ոչ մեկ չէր հասկանում կամ չէր նկատում, թե ինչ վտանգներ են պարունակում այդ process-ի մեջ, եւ այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով մեծ էնտուզիազմ ուներ, դրա համար կարգադրեց, այսպես ասած, իր ենթականերին, որպեսզի ներեկեղեցական խնդիրների մեջ չխորանան։ Հարաբերությունները եկեղեցու եւ Փաշինյանի միջև վատացան 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ 20 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վեհապարը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սակայն այդ հրաժարականի պահանջը օդի մեջ կախված էր եւ ամբողջ հասարակությունն էր պահանջում դա, բոլոր պետական եւ ոչ պետական կառույցներն էին պահանջում, քաղաքական ուժերն էին պահանջում եւ այդ իմաստով վեհապարի պահանջը, այսպես ասած, շարքերից մեկն էր այդ պահանջը եւ այն ժամանակ էլ բացի խոսույթից, որ իրար հանդեպ այդքան էլ դրական վերաբերմունք չկար, որևէ գործողություն չկար, ոչ եկեղեցու կողմից իշխանության դեմ, ոչ էլ իշխանության կողմից եկեղեցու դեմ։ Մեծ հաշվով 2020 թվականից նույնիսկ երբ արդեն Փաշինյանի եւ եկեղեցու հարաբերությունները այդքան լավ չէին, միևնույն է խոսույթից դուրս այն կողմ որևէ գործողություն չէր կատարվում։ Նույնիսկ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ 2024 թվականին, երբ որ արդեն հոգեվորական էր առաջնորդում բողոքի շարժումը, դուք հիշում եք այն ժամանակ եկեղեցին փաստացի որոշում կայացրեց տարանջատվել Բագրատ Սրբազանի այդ շարժումից, սարեցնելով իր կարգավիճակը, ցույց տալով, որ եկեղեցին չի ուզում մտնի ներքաղաքական պայքարի մեջ, մեսիջ ուղարկելով, որ իշխանությունը չպետք է մտնի, այսպես ասած, եկեղեցու ներեկեղեցական խնդիրների մեջ, ինչը նույնիսկ այդ շարժման ժամանակ եկեղեցի պետություն հարաբերությունների մեջ այսպեսի սուր վիճակ չկար, այսինքն խոսույթի մեջ կար իրար քննադատում էին, Փաշինյանը մեղադրում էր վեհապարին, եկեղեցին եւ հակառակը, բայց մեծ հաշվով չկար այնպիսի սուր մի հատ իրավիճակ, որը հիմա մենք տեսնում ենք։ Ինչու այդ սուր վիճակը առաջացավ։ Այդ սուր վիճակը չի առաջացել Փաշինյանի անձնական հումներից կամ, չգիտեմ, եկեղեցու հետ կապված կամ այլ ինչ-որ խնդիրներից։ Սա առաջացավ այս տարվա մայիսից։ Ինչու։ Որովհետեւ այս տարվանից սկսած, հենց սկզբից Փաշինյանը ամենտեղ աղաչում էր, որպեսզի Ալիևը իրեն տրամադրի համաձայնվի ստորագրել խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որպեսզի այդ խաղաղության պայմանագրի թղթով ինքը կարողանա 26 թվականի ընտրություններին այդ թղթով հանդես գա հանրության, ասի, որ ես բերում եմ ձեզ խաղաղություն, որտեղ 21 թվականին ինքը օգտագործում էր նախկինների խաղաթուղթը, հիմա էլ արդեն չի աշխատում այդ նախկինների խաղաթուղթը, Գյումրիի ընտրությունները դա վառ ապացույցներ դրա, 21 թվականին աշխատում էր նախկինների թալանի խաղաթուղթը, այսօր դա էլ չի աշխատում, որովհետև այսօրվա իրենց թալանը
նույնիսկ միջազգային կառույցների Transparency International-ի գնահատականներով մեծ հաշվով ապացուցված է, որ այսօրվա իշխանությունների թալանը նախկիններից էականորեն չի տարբերվում եւ համակարգային կոռուպցիան, ինչպես նախկինում կար, այսօր նույն ձևի մնացել է, ավելին կարող եմ ասեմ, որ այդ ցուցանիշները օրինակ համեմատած Վրաստանի հետ մեր մոտ կոռուպցիայի ցուցանիշը 20%-ով ավելի բարձր է, քան հարևան Վրաստանում, այսինքն սա էլ չի հնարավոր չի արդեն աշխատացնել։ Միակ բանը, որ մնացել է Փաշինյանը, դա խաղաղության պայմանագրի խաղաթուղթը կարող է աշխատացնել, որը ինքը պետք է ստանա Ալիևից։ Ալիևը տեսնելով, որ այս մարդը կախված է թղթից, այսինքն տեսնելով, որ Փաշինյանը օդի մեջ կախված է, որտեղ ժողովրդի մոտ արդեն չունի վարկանիշ, ինքը փորձում է մաքսիմալ Փաշինյանից օգուտներ քաղել։ Ինչ օգուտներ ստացավ Ալիևը։ Նախ եւ առաջ Մինսկի խմբի լուծարման մասին։ Մինսկի խմբի լուծարման մասին Ալիևը հայտարարում էր, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Փաշինյանը սկզբնական փուլում մերժում էր դա, հետո հայտարարեց, որ Մինսկի խմբի լուծարման հետ համաձայն կլինի, եթե խաղաղության համաձայնագիրը կնքվի։ Բայց պարզվեց, որ հետո արդեն էլի գնաց այդ կոմպրոմիսի, ինքը համաձայնվեց, որ մինչև այդ պայմանագրի կնքումը Հայաստանը հայտով ներկայացրեց, որ ինքը համաձայն է, որ Մինսկի խումբը լուծարվի, եւ դուք գիտեք, որ այս տարվանից սեպտեմբերի 1-ից պաշտոնապես Մինսկի խումբը լուծարվեց։ Դա ինչ է նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս միջազգային հարթակում այլևս գոյություն չունի։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի խնդիր միջազգային բոլոր հարթակներում այլևս մենք չենք կարող այսպես ասած աշխատացնել։ Հաջորդը ինքը հայտարարեց, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։ Սահմանադրության փոփոխության սկզբնական փուլում իշխող վերնախավը բոլոր բաներով դիմադրում էր, որ մենք դիսի բան չկա, մեր սահմանադրությունը չի խոչընդոտում եւ այլն։ Հետո հիմա արդեն տեղը գնաց կոմպրոմիսից, որ ես պատրաստ եմ փոխել սահմանադրությունը, բայց դրա համար պետք է հանրակրվեն անցկացնել, իսկ հանրակրվեն բարդ խնդիր է, դա պետք է լինի ընտրություններից հետո։ Ալիևը ասաց հետեւյալը. ուտրեմ ստուլը, вечером деньги մոդելով, այսինքն կփոխես խաղաղության պայմանագիրը, բանի սահմանադրությունը կստանաս խաղաղության պայմանագիր։ Փաշինյանը տեսնելով, որ փաստորեն չի ստանում այդ թուղթը, փորձեց, այսպես ասած, այդ խնդրանքները դիմել ամերիկացիներին, թուրքերին։ Էրդողանին մեծ խնդրանքներով, Էրդողանը ըստ էության տարբեր տեսակետներով համաձայնվել է, որ պետք է ստիպի, որ Ալիևը մինչև ընտրությունները տա այդ թուղթը, իսկ ինչ վերաբերում է ամերիկացիները փաստացի յուրօրինակ օգոստոսի 8-ին ստորագրելով այս թուղթը որոշակի նվեր տվեցին, ֆորա տվեցին Փաշինյանին, որպեսզի Փաշինյանը գոնե այս փաստաթղթով կարողանա ինչ-որ իմաստով լուծել իր ընտրությունների խնդիրը, բայց դա քիչ է, Փաշինյանը հասկանում է, որ իրեն պետք է լիարժեք խաղաղության պայմանագիր, որը չստորագրվեց օգոստոսի 8-ին։ Ալիևը ասաց, որ ես նախաստորագրության կողմնակիցն եմ, որտեղ քանի դեռ խնդիրները լուծված չեն, ես չեմ համաձայնվի։ Հիմա տեսեք, ուրեմն կամ ոչ հրապարակային պահանջներ։ Ոչ հրապարակային պահանջներից մեկն է, ուրեմն ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, դա ոչ հրապարակայինն է, եւ հայ առաքելական եկեղեցու կառուցվածքի փոփոխությունը։ Դա ինչ է նշանակում։ Հայ առաքելական եկեղեցին մենք գիտենք, որ էքստերիտորիալ կառույց է, այսինքն դա ոչ միայն հայաստանյան կառույց է, այլ հայության կառույց է։ Այսինքն այստեղ երբ կաթողիկոսին ընտրում են ամբողջ հայության կողմից եւ կաթողիկոսն էլ ամենայն հայոց կաթողիկոս է, ոչ թե Հայաստանի կաթողիկոս է։ Ադրբեջանցիներն ու թուրքերն ասում են, քանի որ կաթողիկոսը կախված է ամբողջ հայությունից եւ Սփյուռքը ունի ազդեցություն կաթողիկոսի վրա, ուրեմն այդ քանի որ Սփյուռքներ կախված չէ մեզանից եւ Սփյուռքը անդադ ճնշումներ է տալիս ցեղասպանության խնդիր, Թուրքիայի դեմ եւ այլն, դու Փաշինյան պետք է փոխես Հայաստանի եկեղեցու կառուցվածքը այնպես, որպեսզի կաթողիկոսը կախված չլինի Սփյուռքից, դա առաջի պահանջն է։ Եվ երկրորդ պահանջը, որ կաթողիկոսը ըստ էության, թեև դու համաձայնվել ես, որ պետք է խաղաղ պայմանագիր կնքես Ադրբեջանի հետ, բայց ինքը անդադ ինչ-որ հարցեր է դնում, որ Ադրբեջանում եկեղեցիների խնդրեմ կա, գերիների խնդրեմ կա, բան եւ այլն, ինքը խախտում է, խանգարում է մեր երկխոսության համար։ Բացի այդ, Փաշինյանը համաձայնվել է, որ խաղաղության պայմանագիր կնքումից անմիջապես հետո ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան։ Ես որպեսզի դա դրույթը հիմնավորեմ, ասեմ, որ այս տարվա մայիսին Անկարայում անցկացվել է արևմտյան ադրբեջանցիների կոնֆերանս, որտեղ այսպես ասած կոնֆերանսին հղում է արել կոնֆերանսին
կարդացել են Ալիևի ճառը, որտեղ նա հայտարարել է, որ առանց արևմտյան ադրբեջանցիների վերադարձ Հայաստան տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի։ Այսինքն Ալիևը սա պաշտոնապես է հայտարարել եւ ոչ պաշտոնապես պահանջել է Փաշինյանից, որպեսզի Փաշինյանը համաձայնվի դրա հետ։ Ինչը արել Փաշինյանը Ալեն Սիմոնյանի շուրթերով հարցազրույցի ժամանակ ինքը հայտարարեց, որ այո, խաղաղության պայմանագիր կնքումից անմիջապես հետո ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը Հայաստան, սա ես ասում եմ մայիս ամսվան ժամանակ։ Եվ այդ ժամանակ Փաշազադեն արդեն բնականաբար Ալիևի եւ Էրդողանի հորդորով արդեն հայտարարեց, որ փաստացի պետք է փոխվի պաշտոնապես եկեղեցու կառուցվածքը եւ ընդհանրապես այդ եկեղեցին դա ռևանշիստական կառույց է, խոսքը հայ առաքելական եկեղեցու մասին է խոսքը, ռևանշիստական կառույց է, ինքը թույլ չի տա, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, իսկ որ եթե Հայաստանի իշխանությունը ուզում է ապացուցել, որ ինքը համաձայն է, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ապա ինքը պետք է փոխի Հայաստանի եկեղեցու կառուցվածքը, որպեսզի այն ռևանշիստական չդառնա։ Սա Փաշազադեի, այսպես ասած, մեսիջն էր եւ ավելին որպես հակադիր պատասխան Փաշազադեն հայտարարեց, որ ստեղծում է այս տարվա մայիս ամսին առաջին անգամ ստեղծում է արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ, այսինքն Հայաստանի տարածքին, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան, Փաշազադեն ստեղծում է արդեն, ստեղծված է արդեն արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ, որը պետք է սպասարկի այդ արդեն վերադարձած ադրբեջանցիների կրոնական, այսպես է, պահանջները։ Սա ես ասում եմ, այն ինչ որ կա։ Հիմա Ալիևն ու Էրդողանը Փաշինյանին ասում են, եթե դու իրապես կուլիսներում ինչ որ մեծ խոսք ես տալիս հրապարակային, որպեսզի դու ապացուցես, որ դու չես խաբում մեզ, դու պետք է կոնկրետ քայլերի դիմես։ Առաջին քայլը դա այն է, որ դու պետք է կոտրես այս եկեղեցին եւ նրա կառուցվածքը։ Մտածի ոնց կոտրես։ Հենց այս տարվա մայիսից Փաշինյանը որպես տնային աշխատանք, որպեսզի ապացույցի Ալիևին եւ Էրդողանին, որ ինքը այդ խնդիրը անկեղծ է փորձում լուծել, հրահանգում է իր ամբողջ պետական համակարգին հարցակում սկսել եկեղեցու դեմ։ Առաջինը իր Facebook-յան գրառումով ինքը սկսեց խոսել, որ եկեղեցիները դա չուլանի են վերածվել, որ կաթողիկոսը ըստ էության այդ լեգիտիմ չէ որպես կաթողիկոս, որ եկեղեցին ընդհանրապես վատ է կառավարվում, այնտեղ շատ, այսպես ասած, մաֆիայի բուն է դարձել, իր կինը դա այդպիսի բան հայտարարություն արեց։ Հետո սկսվեց արդեն process-ը, այսինքն իրենք ինչ արեցին։ Բագրատ Սրբազանի 2024 թվականին ինչ որ փաստերի հիման վրա գործ բացեցին եւ հիմա գնում է այդ գործը։ Հիշեցին, որ Միքայել Աճապարյանը անցյալ տարի կամ նախանցյալ տարի ինչ որ հայտարարությունով էր հանդես եկել, հիշեցին այդ ամենը եւ իր վրա գործ բացեցին։ Այդ գործ բացելը զուտ այն բանի համար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ցույց տա Ալիևին եւ Էրդողանին, որ իրենց կողմից առաջադրանքը տրային աշխատանքը ինքը կատարում է։ Սա շատ կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք, այստեղ կաթողիկոսի կամ առանձին եկեղեցականների խնդիր չէ։ Սա նույնիսկ առաքելական եկեղեցու վերնախավի փոփոխություն չէ։ Սա հայ առաքելական եկեղեցու ոչնչացման խնդիր է։ Դրանց որը Նիկոլ Փաշինյանը կատարում է, որպեսզի այն թուղթը ստանա, որպեսզի թղթով կարողանա ձեզ ընտրությունների ժամանակ խաբել, որպեսզի կարողանա վերարտադրվի, որտեղ այս մարդը իր 7 տարիների ընթացքում միայն խաբելով է զբաղված եղել, միայն իհարկե ինչ-որ խնդիրներ լուծել է մանր-մունր կենցաղային, բայց գլոբալ իմաստով ինքը բերում էր խաղաղություն, ասում էր, բերեց պատերազմ, ինքը բերում էր օլիգարխիայի եւ կլանային համակարգի վերացում, սարսափելի մի օլիգարխիկ համակարգ է դարձել, որի դրա արդյունքը այն գներն են, որ Հայաստանում կան, դուք տեսնում եք, թե ինչ սարսափելի մեծ փոփոխություն է կատարվել սոցիալական կյանքում, որ մարդկանց կենսամակարդակը ուղղակիորեն անգամներով է իջել մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, բայց այս դրա առանձին թեմա է, առանձին խոսակցության թեմա է։ Հիմա այս եկեղեցու դեմ պայքարի տրամաբանության մեջ նաև ձերբակալվեց Սամվել Կարապետյանը ընդամենը մեկ նախադասության համար։ Այսինքն այս ամենը Նիկոլ Փաշինյանի կողմից դա ոչ թե իր անձնական ցանկությունն է, ինքը ըստ էության պարտադրված որոշումներ է, որին իրեն տալիս են Ալիևն ու Էրդողանը։ Ալիևն ու Էրդողանը հրապարակային չեն ասում դրա մասին, որտեղ միջազգային հարթակներում ընդունված չի, որ աշխարհիկ գործիչները խոսեն կրոնական գործիչների մասին բացասական ձևով։
իրենք դա բան են արել, լիազորել են Փաշազադեին, որտեղ ինքը կրոնական գործիչ է, որպեսզի Փաշազադեի միջոցով իրենց շրջաբերականները իջեցվի Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ ամենը փաստացի ի կատար է ածում, որպեսզի ապացուցի Ալիևին եւ Էրդողանին, որ ինքը պատրաստ է լուծել եկեղեցու խնդիրը, որպեսզի ինքը ստանա այդ Բաղդադի նվերը Ալիևից, որը իր պատկերացմամբ իրեն թույլ կտա, որ ինքը վերարտադրվի 26 թվականին։ Սա է խնդիրը։ Հիմա դուք հարց կտաք, իսկ այդքան կարևոր է 26 թվականի ընտրությունների համար, իհարկե կարևոր է, որտեղ ի տարբերություն նախորդ ղեկավարների, այս մարդը հասկանում է, որ եթե ինքը հանկարծ չվերարտադրվեց, ինքը կարող է հայտնվել բանտում, որովհետև ի տարբերություն առաջի, երկրորդ եւ երրորդ նախագահները իրանք բազմաթիվ սխալներ են արել իրենց կառավարման ժամանակ, բայց այսպիսի ստրատեգիական մակարդակի սխալներ, որի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը, որտեղ մենք կորցրեցինք հազարավոր երեխաներ, որ մենք կորցրեցինք հսկայական մինչև $100 միլիարդ ունեցվածք մենք կորցրեցինք Արցախում, իդեմս շինությունների, շենքշինությունների, տարածքների, զենքի եւ այլն եւ այլն։ Այսպիսի մեծ վնաս Հայաստանի պատմության մեջ ես sense ձևակերպենք մի քանի դավաճաններ են եղել մեր պատմության մեջ, որի շարքում հենց ինքը հայտնվել է նաեւ Նիկոլ Փաշինյան, ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը տարբերակ չունի, պետք է ամեն ձևի պահի իր իշխանությունը, բայց որպեսզի կարողանա պահել, իրեն պետք է որոշակի ինչ-որ հիմնավորում թե ինքը ինչ, որտեղ ինքը բոլոր հարցերում ձախողել է։ Միակ բանը, որ մնացել է իր համար, դա այն է, որ ինքը պետք է համոզի ժողովրդին, որ եթե ես չնեմ, կգա պատերազմ։ Այս է խնդիրը։ Այս գլխավոր որ մենք պետք է հասկանանք։ Ինքը շատ լավ հասկանում է, որ եթե ինքը չվերարտադրվեց, ինքը կարող է հայտնվել բանտում։ Ինչպես որ հարևան երկրում Վրաստանում Սաակաշվիլին հիմա հայտնվել է բանտում։ Ավելին կարող եմ ասել, տեսակետ կա, որ ինքը կարող է նաև ճողոպրել Հայաստանից, ինչպես որ Տիխանովսկայան Բելարուսից ճողոպրեց եւ հիմա ապրում է Լիտվայում, բայց վատ լուր եկավ նաև Փաշինյանի համար, որտեղ Լիտվայի կառավարությունը այս տարվա հոկտեմբերին այդ Տիխանովսկային, որ դիտարկում են որպես ընդդիմության գլխավոր ընդդիմության լիդեր, այն տարեկան 20 թվականից մինչև հիմա տարեկան իրեն $1 միլիոն ապահովում են իր անվտանգությունը, իր օֆիսը եւ այլն, որոշեցին, որ հոկտեմբերից արդեն հանում են այդ անվտանգությունը եւ ապահովումը, եւ արդյունքում ըստ էության Տիխանովսկան դարձել է շարքային քաղաքացի։ Եվ Փաշինյանը երաշխիք չունի, որ ասենք եթե ճողոպրելի, որտեղ ինքը հսկայական դրական դեր է կատարել Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, շատ մեծ դրական դեր է կատարել նաեւ Արևմուտքի համար, որտեղ Ռուսաստանին մեծ հարված է տվել Ղարաբաղը հանձնելով Ադրբեջանին, ըստ Ռուսաստանը հիմա լծակ չունի Ադրբեջանի վրա եւ ինքը մեծ վնաս է ստացել Փաշինյանից եւ շատ լավ հասկանում է Փաշինյանը, որ Պուտինը իրեն չի ներելու եւ ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը ամեն կերպ ամեն ինչ անելու է, որ Հայաստանը դուրս բերի Ռուսաստանի ազդեցությունից, իսկ ցանկացած խելամիտ մարդ հասկանում է, որ Հայաստանի դուրս բերումը Ռուսաստանի ազդեցությունից ավտոմատ նշանակել է, որ Հայաստանը մտնել է Թուրքիայի ազդեցության տակ, որտեղ ցանկացած գրագետ մարդ, որը 4-րդ դասարանը ավարտել է եւ գիտի աշխարհագրությունը ինչ է եւ տեսնում է Հայաստանի քարտեզը, ապա տեսնում է, որ Հայաստանը կարող է լինել կամ Իրանի ազդեցության տակ, կամ Թուրքիայի, կամ Ռուսաստանի։ Իհարկե Հայաստանը որպես անկախ պետություն ֆորմալ իմաստով կհայտարարի, որ ինքը որևէ մեկի ազդեցության տակ չէ, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ կա գերակա, այսպես ասած, հարաբերություն։ Հայաստանը մինչև հիմա գերակա հարաբերություններ ունեցել Ռուսաստանի հետ, ինքը նաև նորմալ հարաբերություններ է փորձել է զարգացնել նաև Եվրոմիության հետ, ՍԵՊԱ ծրագրի շրջանակներում փորձել է զարգացնել Միացյալ Նահանգների հետ եւ այլն եւ այսպես, բայց մեծ հաշվով փոքր երկիրը միշտ պետք է ինչ-որ մի երկրի, այսպես ասած, հետ հատուկ հարաբերություններ ունենա, որտեղ ցավոք սրտի եմ ասում, մեր իրավիճակը այնպեսին է եւ փոքր երկրների տրամաբանությունն է այդպեսին, որ նույնիսկ այսօրվա Եվրոմիության երկրները այս պայմանությամբ բոլորի համար տեսանեն, թե ինչ մեծ կախվածության մեջ են Միացյալ Նահանգներից։ Տրամպը անընդհատ ցույց է տալիս, թե աշակերտների պես նույնիսկ այնպիսի երկրների ղեկավար, ինչպես Ֆրանսիան է, Մեծ Բրիտանիան է, Գերմանիան է, Իտալիան է, այդ երկրների լիդերներին, որ շարքով կանգնացնում են, մարդիկ տեսնում են, որ այնտեղ կա ուսուցչի եւ աշակերտների հարաբերություններ։ Դա նորմալ է, ես չեմ մեղադրում այդ մարդկանց, որտեղ օբյեկտիվորեն, եթե նախկինում դա իմպերիաներ էին եւ իմպերիալի տակ երկրներ էին, որոնք գաղութներ էին, այսօր այդ նույն մոդելը մնացել է, պարզապես փոխվել է ձևը, այսինքն համաշխարհային դեմոկրատիան, համաշխարհային պրոգրեսը բերել է նրան, որ բոլոր այդ հարաբերությունների մեջ փոփոխությունը կատարվել է ձևի մեջ, բայց ոչ բովանդակության մեջ։ Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ փոքր երկիրը մեծ երկրի հետ չի կարող հավասարահավասար լինի,
որտեղ մեծ երկիր ունի ավելի մեծ ազդեցություն փոքրի կամ փոքրը մեծի վրա։ Չի կարող ասենք օրինակ, չգիտեմ, Լիտվան ազդել Միացյալ Նահանգների վրա, այլ ոչ թե Միացյալ Նահանգները Լիտվայի վրա։ Նույնը Հայաստանն է։ Հայաստանը ըստ էության ունի հնարավորություն, նույն այսօրվա Իսրայելը առանց Միացյալ Նահանգների ինքը չի կարող գոյատևել։ Դա բոլորս էլ հասկանում ենք։ Դա այստեղ ամոթ բան չկա։ Դա նորմալ երևույթ է եւ մենք բոլորս էլ ըմբռնումով պետք է անցնենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի անկախությունը մաքսիմալ մեծացնենք, այսինքն մենք ունենանք լավ հարաբերություններ Ռուսաստան, ստրատեգիական հարաբերություններ Ռուսաստանի, բայց փորձենք նաեւ ուժեղանալով մեծացնել նաեւ մեր հարաբերությունները նաեւ Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ, Միջին Արևելյան երկրների հետ, արաբական երկրների հետ եւ նաեւ փորձենք կառավարել եւ վտանգները կառավարել եւ խաղաղ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Դա շատ նորմալ վիճակ է, բայց Նիկոլ Փաշինյանի նպատակը դա չէ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է արել ինքը Արցախում, ինքը Արցախը կործանելով ոչ միայն մեծ վնաս է տվել Հայաստանին, այլև տիեզերական մեծ վնաս է տվել Իրանին եւ Ռուսաստանին, որովհետեւ ըստ էության ազատել է Ադրբեջանի ձեռքերը Արցախից եւ Ադրբեջանը փաստացի հիմա դիտարկվում է որպես գլխավոր ֆորպոստ Թուրքիայի եւ որոշ շրջանակների համար, նույն Իսրայելի համար, որը պետք է մեծ որոշակի դերակատարություն կատարի եւ դա նյարդայնացնում է Ռուսաստանին եւ Իրանին եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է թե ինչ է կատարել եւ ինքը փորձում է մաքսիմալ իր իսկ ամտանցան տեսակետից անենց ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը մաքսիմալ թուլանա իր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ դրա համար որպես ալտերնատիվա տեսնում է Թուրքիայի հետ շատ ուժեղ հարաբերություններ հաստատել։ Ինչ է նշանակում Թուրքիայի հետ լավ հաստատել, մենք շատ լավ գիտենք մեր պատմության մեջ։ Մեր պատմության մեջ հայկական վերնախավը այն ժամանակ փորձել է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատել 20-րդ դարի սկզբին, թե ինչպես այն ավարտվեց մենք բոլորս գիտենք, եթե ինչ-որ մարդիկ էլ չգիտեն, դա դրան գլխավոր մեղավորը այսօրվա վայ պատմաբաններն են, որոնք ցավոք սրտի պետությունից հսկայական գումարներ են ստանում, բայց իրենց առաքելությունը չեն կատարել մեր հասարակությանը, դա առանձին խոսակցության թեմա է, ես ցավոք սրտի եմ ասում։ Թուրքիայի համար չկա, այսպես ասած, լավ Հայաստան։ Իրենց համար դոկտոր Նազիմը դեպ 10 թվականին հայտարարել է, որ մեր համար գլխավոր խնդիրը այն է, որ պետք է հայ չլինի այս տարածաշրջանը, որտեղ այդ էթնոսը խանգարում է Թուրքիայի ներդաշնակ միացումը Ադրբեջանի եւ թուրքական այլ ժողովուրդների հետ։ Սա պարզ խնդիր է, բոլորի համար տեսանելի է։ Դա չի նշանակում, որ մենք պետք է առօրյա իրեգուն մտածենք, թե ոնց անենք, որ Թուրքիայի դեմ պատերազմ հայտարարենք։ Իհարկե ոչ։ Մենք պետք է կարողանանք կառավարել այդ վտանգները։ Կառավարելու համար մենք պետք է ունենանք ուժեղ դաշնակիցներ, որովհետեւ Թուրքիան տեսնի, որ մենք ունենք դաշնակից, փորձի մեր հետ հարաբերություններ հաստատել, այլ ոչ թե մեզ կլանել։ Սա շատ գլխավոր խնդիր է, բայց հաշվելով այն հանգամանքը, որ մենք հայտնվել ենք մի փակուղային վիճակի մեջ, որտեղ առաջացել է այն բանի պատճառով, որ Փաշինյանի անձամբ իր անձնական շահերի հակասում է ունենալ ռազմավարական դաշնակիցների դեմս Ռուսաստանի եւ Իրանի, ինքը ամեն ինչ անում է, որպեսզի դուրս գա այդ երկրներից, ավտոմատ թույլատնում է Հայաստանի շահը։ Ինքը կարող է չի ուզում դա, բայց իր անձնական շահն է այդպիսի բան պահանջում։ Եվ արդյունքում մենք հիմա մեծ կորուստներ ենք ունենալու, եթե այս մարդը կարողանա վերարտադրվի 26 թվականին։ Եվ սա է իրականությունը, այսինքն փաստացի դրած է Հայաստանի լինել չլինելու խնդիրը 26 թվականից հետո, բայց նաև դրված է Նիկոլ Փաշինյանի լինել չլինելու խնդիրը նույն 26 թվականից հետո։ Ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության շահերը 180 աստիճանով քանի որ հակադարձ են իրար, առաջացել է կամ խնդիրը։ Ես որպես Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ եւ իմ ընկերները մենք անդադ քննարկում ենք այդ խնդիրը, որտեղ լինելով նաև քաղաքագետներ հասկանում ենք, որպեսզի այստեղից լուծումներ պետք է գտնել, հումանիտար միջանցքներ տալու տրամաբանությամբ, նույնիսկ պատերազմների ժամանակ, որպես երբ որ մեկը մյուսին փորձում է հաղթել, չի ուզում ամեն գնով հաղթել, փորձում է հումանիտար ճանապարհ տալ, որպեսզի թշնամին փախնի, որպեսզի առանց մեծ զոհերի կարողանա իր հասնել իր նպատակին։ Մենք էլ փորձում ենք այդ խնդիրը լուծել հումանիտար միջանցքի տրամադրելով այս մարդկանց, որպեսզի այս մարդիկ ունենան հնարավորություն փախչեն հայ երկրից, որպեսզի մեծ վնասներ տալու բանը չունենան։ Սա կստացվի թե չի ստացվի, ես չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ այս մարդիկ ծրագրավորված իրենց շահերից ելնելով ամեն ինչ անում են, որ Հայաստանը կործանք։ Տենց ստացվել է։ Իրանք միգուցե չէին ուզում, բայց իրենց շահերը այդպես է առաջ եկել, իրենց շահերը 180 աստիճանով հակադարձ են Հայաստանի Հանրապետության շահերի։ Այսինքն ստացվել է այս խմբակը եւ 3 միլիոն մարդ։ Նույնիսկ եթե 3 միլիոն ճիշտ մարդիկ կան, որոնք դեռ չեն գիտակցում,
եւ իրենց կողմնակից են մի 10-15%։ Միևնույն դա կապ չունի արդեն։ Որակյալ բովանդակությունը մեր ժողովրդի արդեն ամբողջովին հասկացել է դա, տարբեր պատճառներով է հասկացել, մեկը սոցիալական, մեկը ազգային, մեկը տեղեկատվական, բոլորի համար արդեն ակնհայտ է, որ այս իրավիճակը այսպիսին է։ Հիմա այս մարդը փորձում է լուծել խնդիրը։ Այն ինչ որ հիմա դրած է, ինքը փորձում է այլընտրանքային եկեղեցի ստեղծել։ Պատկերացնեք դա ինչ է նշանակում։ 1700 ամյա եկեղեցու այս մարդը ուզում է այլընտրանք, իսկ դուք տեսբան բնության մեջ չի կարող լինել։ Ես դրա համար մեր շարքային կպայականներին եմ ուզում կոչով դիմել, հարգելիներս, միևնույն է այս մարդուն հնարավոր չի, որտեղ 1700 տարվա ընթացքում բոլոր տիպի կայսրությունները փորձեն են լուծել, այս խնդիրը չեն ստացվել։ Ինչ որ Նիկոլ Փաշինյան կարող է այդ խնդիրը լուծել, մի հավատացեք դրան։ Մի մտեք, որտեղ 2026 թվականից դեռ կյանք կա։ Դուք այդ կյանքում պետք է ապրեք, դուք պետք է Հայաստանում ապրեք ձեր ընտանիքներով։ Մենք պետք է միասնական համերաշխ ապրենք իրար հետ։ Այս խմբակը պետք է վերանա, չհեռանա, դա չի լինելու, բայց դուք մնալու եք Հայաստանում։ Դուք պետք է մնաք եւ հասկանաք, որ մենք պետք է իսկապես վերականգնենք մեր համերաշխությունը որպես մեկ միասնական ազգ, որպեսզի կարողանանք այս ծանր վիճակից դուրս գանք, որովհետեւ եթե Օսմանյան կայսրությանը չի հաջողվել այս խնդիրները լուծել, ոնց կարող է մի խումբ ավանտյուրիստների Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր լինի ինչ-որ մի ավանտյուրիստ նախկին հոգեվորականների հավաքեն իրաց գրպանի հավաքեն եւ փորձեն այդ խնդիրը լուծել։ Իհարկե, այս ավանտյուրիստների գլխից ամեն ինչ անցնում է, կա ինֆորմացիա, որ իրենք նաեւ բաղդում են բանի այդ Ստամբուլի այդ հունական ուղղափառ եկեղեցու ղեկավարել են հանդիպել, քննարկել են այս թեման, ասեմ ձեզ իմանաք, այդպես ինֆորմացիա կա։ Նույնիսկ ինֆորմացիա որ կա, որ Արամ առաջինի Կիլիկիայի կաթողիկոսի հետ են քննարկել, ուզում են տակից դուրս գան, որպեսզի հարցը լուծեն, բայց չի ստացվելու, որովհետև Արամ առաջինը անկախ ամեն ինչից ինքը լուրջ կաթողիկոս է եւ չի գնա այսպիսի ավանտյուրայի, իսկ ինչ վերաբերում է հույների ուղղափառին, ապա նրանք կարող են Տոմաս նվիրեն, ասենք Պարաշենկոին, բայց բարեբախտաբար եւ ցավոք սրտի Փաշինյանի համար մենք ուղղափառ ժողովուրդ չենք, մենք առաքելական ժողովուրդ ենք եւ այստեղ նոր ուղղափառ այսպես հոսանք Նիկոլ Փաշինյանը չի կարող ստեղծել եւ այդ իմաստով նրա հույսը այս պարակտիչ հոգեվարականների ինչ-որ մի քանի միջոցով փորձ է ստեղծել այլընտրանքային եկեղեցի, սա դատապարտվելու է, դա ձախողվելու է եւ ես կոչ կանեմ մեր ժողովրդին, այն մարդկանց, ովքեր որ դեռ չեն հասկանում թե ինչ է կատարվել, զերծ մնալ այս ամեն ինչից, դա մեծագույն ողբերգություն է մեր ժողովրդի համար, այս մարդիկ պատրաստ են նույնիսկ քաղաքացիական պատերազմ հրահարեն, միայն թե կարողանան լուծել իրենց խնդիրը, այս մարդիկ ոչ մի առաջ չեն կանգնելու, եւ այս իմաստով